Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ակնհայտորեն երևում է, որ ձեր միտքը բարձելու եղանակը դա թիմի եւ հասարակականների ժամանակ անցկացնել է, այո։ Այո, ճիշտ եք։ Խնդրեմ, ձեր հարցերով կարող եք ուղղել շատ ձեռքեր կան, շատ բարի բարձրախոսներ կան, որ կարող եք հարցերի համար փոխանցել նրանց։ Բարձրախոս կա։ Իման դրադաշղել լրագրող եմ Եգիպտոսից։ Լրագրող եմ Եգիպտոսից։ Երեք դուք հրաշալի ելույթով հանդես եկաք, որտեղ դուք քննարկում էիք 3 քայլեր, որոնցով դուք անցել եք, որոնք մղձավանջային իրավիճակներ էին, որտեղ չկար խաղաղություն եւ հակամարտություն կար։ Դուք խոսեցիք առաջին փուլի մասին, օտարման մասին, մեկուսացման մասին, մերժողական դիրքորոշման մասին, որը մերժողական փուլի էր շատ նման, ժխտողական փուլի, երբ դու սկսում ես զգալ որպես զոհը, կամ որպես պարզ դիտարկում եմ իրավիճակը։ Շատ անելիք չունեմ, եթե ճիշտ եմ հասկացել ձեզ, հուսամ լավ եմ հասկացել, եւ երրորդը դա հենց նավարկելն էր փոթորիկների միջով անցնելը։ Բարդ տարածաշրջանից եմ ես գալիս, Միջին Արևելքից, Եգիպտոսից, ինձ շատ հետաքրքիր է։ Մի փոքր չէիք մանրամասնի, թե գործնականում ինչպես եք տեսնում փոթորիկներով անցնելու այս գործնական քայլերը եւ խաղաղության ասելու, քանի որ խաղաղությունը սոսկ խոսք չէ, արդյոք բանաձև կա, բաղադրատոմս կա։ Ինչպես եք հասնում այդ խաղաղության, արդյոք ճիշտ բանը ճիշտ ժամանակին անելու մեջ է կայանում։ Քանի որ երբեմն թվում է շատ ավելի հեշտ է այն ասելը, քան անելը, եւ եթե դուք ինչ որ բանաձևի հանգել եք, խնդրում եմ կիսվեք այդ բանաձևով։ Մի քանի հարցեր հավաքենք եւ այնուհետեւ միասին կպատասխանենք։ Եգիպտոսից հասնենք Լեհաստան։ Լեհաստան մտակենտրոն Վարշավայի համալսարանում, նաև Team Europe խորհրդատուների խմբից եմ, եւ դուք խոսում եք Հայաստանի մասին, ես ճիշտ այդպես էի զգում, կարծես այս նույն զրույցը տեղի ունենում Եվրոպայում։ Հավասարակշռման, բալանսավորման, ռազմավարական ինքնավարության մասին դուք մեզ համար փոքրիկ Եվրոպա կարծես լինեք առաջին։ Իսկ երկրորդ ուզում եմ հարցնել ձեզ ավելի գլոբալ նկարի մասին։ Դուք այն երկրներից մեկն եք, ով միացել է խաղաղության խորհուրդը պարոն Թրամփի։ Մենք շատ տատանվում ենք այս գաղափարներին միանալու, ունենք Միացյալ Ազգերի կազմակերպությունը, որը եւս բազմակողմ կազմակերպություն է։ Դուք որպես փոքր երկիր, ինչպիսի տեսանկյուն ունեք այս բոլոր հակամարտությունների ներսում։ Դուք շատ քչերից մեկն եք, ով խոսում է խաղաղության մասին, մյուս բոլորը խոսում են պատերազմների մասին։ Շնորհավորում ենք ձեզ։ Տարիներ առաջ պիտի գայիք Հայաստան։ Չէ, դուք Լեհաստան պիտի գայիք 100 տարի առաջ կտեսնեիք մեր վիճակը։ Ինչպես հասնել գլոբալ խաղաղության եւ գլոբալ աշխարհակարգը ինչպես իրականացնել։ Ներեցեք, հարցը դուք տվեք կրկնել, այսինքն դուք ասում եք, որ փոքր երկրները կարծես բազմակողմ կառույցներ, ինչպիսին ՄԱԿ-ը ավելի շատ են սիրում, հա, երբ փոքր երկրները խաղաղության խորհրդին են միանում, արդյոք դա հակասում է բազմակողմ ինստիտուտներին, թե զուգահեռ կարող են այդ երկուսը իրականացվել, եթե հարցը այդպես վերաձևակերպեմ։ Լեհաստանից միջազգային արտաքին գործերի ինստիտուտից ուսում խաղաղության գործընթացի մասին հարցնել նորից եւ հիմնական խոչընդոտը որն է այդ ուղղուն, որին բախվում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին։ Ինչպես գիտեմ, Ադրբեջանը պահանջում է ձեր սահմանադրության փոփոխությունը, ինչպես է հաղթահարելու այդ խոչընդոտը, քանի որ շատ հավանական է, որ
հավանաբար սահմանադրական մեծամասնությունը դա այդքան էլ հավանական չի լինի։ Վերջին հարցը ապա կանդրադառնանք պատասխաններին։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես բասախոս եմ Բելգիայի համալսարաններում։ Իմ հարցը վերաբերում է Հայաստանի հավակնություններին միանալու Եվրամիությանը։ Եվ ինձ հետաքրքիր է։ Ինչ տեսակի Եվրամիության եք ուզում միանալ, արդյոք այն տեսակ Եվրամիությունն է, որը մարդիկ սիրում են, Վիկտոր Օխբորը նրանք գիտեք, որ շատ քննադատում են Եվրամիությունը, նա չի սիրում այդ լիբերալ ժողովրդավարության, որը Եվրամիության հիմքում դրված է, շատ ազատական արժեքներին կողմ չէ, որը որ այն ներկայացնում են, նա տեսնում որ ապագան ավելի Եվրամիության ապագան որ լինի ավելի պահպանողական արժեքներ, քրիստոնեական արժեքներ։ Ինձ հետաքրքիր է թե դուք ինչ Եվրամիության եք ուզում միանալ, Հայաստանը ինչ պատկերացում ունի Եվրամիության մասին, որին ուզում է միանալ։ Մեկ հարց ավելացնեմ, պարոն նախարար, իմ կողմից եւ խոսքը տամ ձեզ։ Այնինչ դուք անում եք այս տարածաշրջանում վերջին 5 տարիների ընթացքում, իսկապես հետազոտության թեմա է, ուսումնասիրության թեմա է։ Շատերս հարցեր ենք տալիս եւ դասեր ենք քաղաքում, թե ինչպես կարող ենք խաղաղություն ստեղծել։ Կարծեմ եմ եգիպտացի գործընկերն ինձ դա էր հարցնում, հուսամ դուք գրագրում եք այն ամենը, ինչ դուք անում եք, որ հետո կարողանաք աշխարհի տարբեր կողմերի հետ կիսել այս փորձառությունը, հուսամ մատենագրվում է այս ամենը։ Արդյոք մեկս մյուսի փորձառություն խաղաղության շուրջ մենք կիսվում ենք, կարծում եք հիմա ժամանակն է խաղաղությամբ առաջ ընթանալու, քան թե պատերազմներով գլուխ գովելու, կարծում եք ավելի կանոնով կարող ենք մեր անձնական փորձերով փորձը կիսվել, թե ինչպես կարելի խաղաղության հասնել մեր համապատասխան տարածաշրջաններում։ Շատ շնորհակալ եմ ձեր խոսքերի համար, բայց կարծեմ մի փոքր շատ բարեհամբույր եք գտնվում իմ հանդեպ, չափիծավել։ Իմ համեստ կարծիքով երեք ես ընդամենը փորձում էի ուրվագծել այն ինչ ակնհայտ է բոլորի համար, այն գաղափարները, որ փորձում էի բացատրել, պարզ լուծումներ են դրանք, բայց սա հավանաբար գիտեք ինչ էի ուզում ասել։ Երբեմն պարզ լուծումները շատ պարզ դժվար է նկատել, շատ դժվար է հանգել դրանց, չգիտեմ ինչու է դա այդպես։ Միգուցե մարդ արարածի մտածողության էությունն է այդպիսին։ Մարդկային հոգեբանության արգասիկ է սա միգուցե, այնուհանդերձ։ Դուք ասացիք, որ խաղաղությունը, դե դուք հարցրեցիք արդյոք խաղաղության բաղադրատոմսը։ Խաղաղությունն է բաղադրատոմսը, խաղաղությունն է լուծումը, խաղաղությունն է այն լավագույն լուծումը, գործոնը, ինչի պայմաններում մարդարարածը կարող է ապրել, համագործակցել եւ ուրախ լինել, երջանիկ լինել։ Թեև այս գաղափարը շատ պարզ է, բայց լուծումը շատ պարզ չէ, եւ այս պարզ լուծումը չի իրականացվում պատմության ընթացքում աշխարհի բոլոր անկյուններում։ Միգուցե սա յուտոպիա է, չգիտեմ։ Բայց իսկապես շատ պարզ է, գոնե հասկանալը բարդ է։ Խաղաղություն, համագործակցություն, ներդաշնակ իրավիճակ մեկս մյուսի հետ, մոլորակի հետ, բնության հետ, բայց տեսեք թե մենք ինչ ենք անում կլիմայի հետ, սա բոլորովին ներդաշնակ իրավիճակ չէ։ Ուստի իսկապես չգիտեմ, այս հարցը պետք է ուղղել շատ ավելի խելացի անձանց, քան թե ինձ, ես չգիտեմ ինչու ենք այս սխալները նորից կրկնում, նորից նույն սխալը կրկնում, ես չգիտեմ, իսկապես չգիտեմ, թե ինչու ենք շարունակաբար սպանում միմյանց։ Բայց ակնհայտ է, որ խաղաղությունն է այն պայմանը, որի շնորհիվ կարող ենք երջանիկ եւ ցնծությամբ, ուրախությամբ ապրել մեկս մյուսի հետ։ Խաղաղությունն է լուծումը։ Այո, շատ հեշտ է դա ասել, ինչպես դուք ինքներդ դա սահմանեցիք, բայց երբեմն պատմության ընթացքում որոշ տարածաշրջաններում ունեցել ենք առաջնորդությունը, խիզախությունը խորապես հասկանալու իրավիճակը։ Հեռանկարները խորապես հասկանալու եւ գործելու ըստ այդմի։
Այսինքն հավանաբար պետք է հասկանալ եւ գործողություն, տեսլական եւ քայլեր։ Հետաքրքիր է, որ այս շատ պարզ ամփոփումը մեր առաջին ընտրությունը չէր, հավատացեք, սա մեր առաջին ցանկությունը չէր եւ երեք ես հենց դա էի փորձում անել։ Մենք փորձում էինք մեր այսպես ասած փուչիկի մեջ ապրել բազմաթիվ տասնամյակներ, մտածելով, որ ճգնաժամը մեզ կշրջանցի։ Այնուհետև, երբ ճգնաժամը եկավ, երբ փոթորիկները բախվեցին մեզ, մենք փորձեցինք այնպես բայ ինչպես կանխատեսվում էր մեզ համար եւ ինչ որ բայ հասկացանք, որ սա ոչ միտեղ տանող ճանապարհ է։ Սա փակուղի տանող, մահվան տանող ճանապարհ է, ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մեր պետականությանը, մեր ինքնավարությանը։ Այնուհետև փորձեցինք այլ կերպ պահել մեզ։ Փորձեցինք խաղաղություն սահմանել, բաց լինել տարածաշրջանի եւ աշխարհի համար։ Ուստի չգիտեմ, ես պարզապես ասում եմ երեք ասելու, որ ես պատասխանը չգիտեմ ձեր հարցի, ներեցեք, որ ավելի խելացի մեկին պետք է հարցնել իրական պատասխանը գտնելու համար։ Եվրոպայի մասին խոսելով, այո, իսկապես Եվրոպայի պատմությունը շատ հարուստ է եւ շատ ուժեղ դասեր կան քաղված այդտեղից։ Այն ազգերը, որոնք հիմա Եվրոմիության անդամ են, նրանք իրենց պատերազմներն են ունեցել։ Ոչ վաղ անցյալում։ Եվ դուք եւս հասկացաք, որ ավելի լավ է համագործակցել եւ ավելի նպատակահարմար է համագործակցելով խաղաղության մեջ ապրելը, քան հակառակը։ Ոստի շատ բան ունենք ձեզանից սովորելու եւ մենք այս դա ենք փորձում անել։ Բայց այդ օրերին համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում եւ բոլորս մակը ստեղծեցինք, ունենք տարբեր կանոնադրություններ, բազմակողմ համաձայնագրեր, բազմակողմ ինստիտուտներ եւ կառույցներ հաստատվեցին։ Մենք պետք է շարունակաբար հավատարիմ մնանք այն կանոնակարգերին, կարգավորումներին, որ մենք արդեն իսկ ունենք միջազգային աշխարհակարգում։ Կանոնադրությունները միջազգային իրավունքը, բայց պատմությունը զարգանում է։ Եվ նոր իրավիճակները բերում են նոր կարիքներ են առաջ քաշում։ Եվ նոր իրավիճակները ցույց են տալիս նաև բացերը։ Այն բացերը, որ պատմության ընթացքում ստեղծվում են, այսինքն ոչ մի բան հավիտենական չէ, ոչ մի կառույց հավիտենական չէ։ Եվ ես կարծում եմ ՄԱԿ-ը եւ Անվտանգության խորհուրդը եւս անելիք ունի դեռ պետք է շարունակաբար մնան այնտեղ եւ կազմակերպությունները եւս իրենց անելիքը ունեն եւ պետք է անեն, սակայն բայց կարիք կար ուրիշ բան ունենալու եւ ահա այդտեղ էր երբ խաղաղության խորհուրդը ստեղծվեց։ Նախագահ Թրամփը արտահայտեց կամքը, պատրաստակամությունը, առաջնորդությունը իր ժամանակը ներդնելու ամբողջ այն իր համբավ օգտագործեց խաղաղություն ստեղծելու որոշ տարածաշրջաններում մեր իրավիճակում գիտեմ, որ կան որոշ մեկնաբանություններ խաղաղության իրականացման գործում այս կոնտեքստում, բայց մեր տեսանկյունից պարզ է աշխատեց, մենք ունենք հիմա խաղաղություն եւ մեզ մեծապես հետաքրքրում է արտահանելու այս մոդելը այլ տարածաշրջաններ եւս, Եթե կարող ենք օգտակար լինել այս խաղաղության բանաձևով կիսվելով, ինչու՞ չէ, մեծ սիրով։ Այո, դուք նաև խոսեցիք խաղաղության գործընթացի մասին, խաղաղության գործընթացը վերջնականի հասցնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, նաև մեր սահմանադրության մասին խոսեցիք, ասացիք, որ Ադրբեջանը պահանջում է։ Չկա այդպիսի պահանջ, պետք է ասեմ, դա ինչ առումով եմ ասում, որ այդպիսի պայման պահանջ չկա բանակցությունների փուլում, սահմանադրության թեման չկա երկկողմանի օրակարգում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում, բայց սա նրանց ընկալումն է, դա նրանք այդպես են ասում։ Դե ես այդպես եմ լսել շարունակաբար, որ նրանք պատրաստ չեն ստորագրելու եւ ավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրել են, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դա ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։
Հավանաբար հանրակրվեկ ունենանք մենք հանրակցամանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկվելիք թեմա չէ։ Սա մեր ներքին հարցն է։ Ինչ տեսակ ԵՄ ենք մենք տեսնում։ Ինչպիսի Եվրամիություն ենք պատկերացնում ենք եւ ինչպիսի Եվրամիության ենք ուզում միանալ։ Ազգերի մի ընտանիք, որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են, որտեղ տարբերությունները հանդուրժելի են, երբ ինքնավարությունն ու ինքնիշխանությունը ընդունված է, բայց գործընկերության մեծ տարածք կա, որտեղ որոշումները կայացվում են ինքնուրույնաբար եւ որոնք օգտակար են յուրաքանչյուր մասնակցի համար, անկախ այդ ազգի չափից կամ երկրի չափից։ Ամենակարճ պատասխանը այսպեսին կլիներ։